Զգուշացումը կրկնվելու դեպքում դիմորդը քննասենյակից հեռացվում է, եթե տեղը փոխել է, խոսել է այլ դիմորդների հետ, առանց թույլտվության դուրս է եկել քննասենյակից, առանց զգուշացման դիմորդը քննասենյակից հեռացվում է, եթե օգտվել է բջջային հեռախոսից կամ կապի այլ միջոցներից։ Հաջողություն ձեզ, սիրելի երեխաներ։ Հայտարարվում է քննության սկիզբը, իսկ տևողությունը և ավարտը նշվում է գրադասակին։ Պատրաստվում եմ ընդունել ագրարային համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետը։ Քննության լավ եմ պատրաստվել, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Տոնական տեսքը քննությամբ պայմանա։ Չէ, երեք իմ ծնունդն է։ Լավ հաջողություն եմ մաղթում, իսկ կան առաջադրանքներ, որոնք մտածում եք, որ կարողա թերանա կամ ինչ հուզվում եք։ Թերանալը չէ, բայց մտածում եմ, որ տեքստերը չեմ ասցնի կարդամ, այստեղ։ Այստեղ աշխատում եմ։ Պատրաստվում եմ ընդունել փորձինստիտուտ, արդեն 2 հատ քննություն հանձնել եմ, պատրաստվում եմ երրորդին։ Նախորդ քննությունները ինչպես ես հանձնել։ Ճիշտ է, մի քիչ մաթեմատիկան բարդ է, բայց կարողացա հանձնել։ Ինչ է ստացել։ 14։ Որ քննությունից։ Մաթեմատիկայից։ Իսկ հայոց լեզու։ Հայոց լեզուն 12.5։ Ուզում եմ բնականաբար, հուզումը ամպոնում պետք է լինի, բայց հույս ունեմ, եթե ամեն ինչ լավ լինի, կհավաքեմ բավարար միավորներ։ Հույս ունեմ մինիմում 18 հավաքեմ։ Հույս ունեմ։ Պատրաստվում եմ ընդունվել ժողովրդինստիտուտ։ Նախավերջին առաջադրանքից վախ կա, բայց երևի լավ կլինի։ Նախավերջի առաջադրանքը կասեք ինչ է։ Նախավերջին առաջադրանքը բառերը նման են, բառերը իրան կազմությամբ իրենց նման են և տեքստում չպետք է հասկանալու խնդիր կա, էլի պետք է հասկանաս բովանդակությունը, որ կարողանաս տեղադրել, դե բառապաշարը կբավարարի երևի, էլի չգիտեմ, երևի ինձ բառեր չեն դնի, որ մենք չհասկանանք կամ։ Իսկ նախորդ քննությունները ոնց ես հանձնել։ Բավական լավ։ Ինչ է ստացել։ Հայոց լեզուն 20, մաթեմատիկան 19։ Ես պատրաստվում եմ ընդունել Եվրասիա համալսարան։ Հայոց եմ հանձնել, բայց նորմալ չեմ հանձնել այդքան, մաթեմ եմ հանձնել, նորմալ չեմ։ Ինչ միավորներ եք ստացել։ Հայոցը 11, մաթեմը 13։ Հարգելի դիմորդներ, քննական նյութերը կբացենք, որը ստացվել է Լոնդոնում, գիտեք տպագրվել արտասահմանում, դուք կհամոզվեք, որ ծրարները փակ անվնաս միջակում են, և ձեզանից մեկ-երկու հոգի կգան, կտեն ծրարը, կբացենք և կբաժանենք քննական նյութերը։ Ծնողները ներկայացուցիչ եկան, չէ՞։ Լավ, խնդրեմ, ասեք։ Գեր, ախպեր, վերջում ծիտիկ մոտարի։ Գաջան, արիք ես կուշտրիկ եմ միդի, տարի անցել։ Երեխաներից շատերը հետ խոսում են և ասում են, որ սա բախտախնդրության տոկոսը մեծանում է, որովհետև պլյուս մինուսներով, այսպես նշումներ կատարելով, այնքան էլ արդարացիով է։ Այդպիսի պնդում կարող են անել միայն մաթեմատիկա չունեցող, չգիտացնող մարդիկ, որովհետև հավանականությունների տեսությունը տեսեք, եթե ասենք 4 հատից մեկի ընկնելու հավանականությունը 1/4, պատկերացրեք 2/4-ին եք անցել, նորից 1/4, արդեն 2 հատը, որ միաժամանակ ճիշտ լինի, 1/16-ի կարգի։ Մի խոսքով հավանականությունը անհամեմատ արագ աճում և այդպիսի պնդումները կարծում եմ անհիմն են։ Համակարգը իհարկե կատարյալ չի, ոչ մի համակարգ էլ կատարյալ չի լինում, թեստային նույնպես, բայց այսօր դա աշխարհում ընդունված գործող լավագույն ձևերից մեկն է և կարծում եմ արդարացնում է իրեն։ Գնահատում եմ նորմալ և ընդհանրապես տարեստարի քննությունները բարելավում են, կարծում եմ, և ապագայում կունենանք շատ ավելի լավ քննություններ, տենդենսը կարծում եմ կշարունակվի։ Ոչ մի օր որոշեն ընդհանրապես քննություն չանցկացնել է տելաձև, բայց այն, որ դեպի դրական է շարժում, կարծում ակնհայտ է։ Դիմորդների թիվը այսօր ուրեմն 199 է, 7 բացակա ունենք,
հայոց հայ գրականության մաթեմատիկա առարկաների չթեմարաների ստեղծումը առաջի քայլն էր եւ եթե արդարացներ իրան գնում է ինչ որ իմաստով փորձարկում եթե համակարգ արդարացնի անմիջապես կարող է անցնել ես թեմարաների ստեղծմանը կարծեմ աշխատանքներ տարում են այդ ուղղությամբ եւ որոշ առարկաներ արդեն համարյա պատրաստ են առաջի փուլի համար մեծածավալ ուրեմն տեստերը բոլորը տպագրում են արտասահման երկրորդ փուլում երբ որ չգիտես քանի դիմորդ կրնի անհարկի ծախսերի բանի խնդիր չառաջանա եւ ծավալը փոքր է թույլ է տալիս մեր տպարանում նույն տպագրությունը իրականացնել մաթեմատիկան պարզվեց որ իրոք պարտառ կա եւ հնարավոր չէ այդքան արագ ուրեմն յուրացնել ընդհանրապես պետք տարիների աշխատանք է պետք դրա համար իսկ եթե վերջում ասում գոնե 2 տարի մի տարի պետք է հիմքերը դնել այսպես ասած նոր անցնել որտեղ դե կա նոր անալիզ մանավանդ այդ պնդումների շարքը որտեղ պետք է արդեն մակերեսային այսպես ասած ընկալումները չեն անցնել